Պարոն Մանուելյան, Վաշինգտոնում համաձայնեցվեց թրիփի իրագործման շրջանակը, նախ ծանոթացել եք արդյոք փաստաթղթին, ինչ տպավորություն ունեք, իշխանությունն ասում է եւս մեկ անգամ այսպես փաստվեց, որ այդ այսպես կոչված միջանցքի թեման փակվում է։ Դուք ինչ տպավորություն ունեք։ Չէ, լրիվ հակառակ տպավորությունը, որ միջանցքի թեման էլ ավելի լայն է բացվում։ Այսինքն որ Հայաստանի Հանրապետությունը իր տարածքի, ասենց ասեմ, անցնող ճանապարհի մեծ մասը զիջում է ուրիշին, կարևոր չէ դա ով է։ Վաշինգտոնն է, Մոսկվան է, Բրյուսելն է։ Սա խոսում են դրա մասին, որ դու գնում ես զիջման եւ գնում ես միջանցքի տրամաբանությամբ, այսինքն հենց միջանցքի տրամաբանությունն էլ հենց դրա մեջ դրված է, որտեղ եթե դա քո ճանապարհն է, դու ես իշխում, դա 100%-ով ինքը քորն է։ Այլ ոչ թե 24% կամ 26%-ով, չէ՞։ 26% հենց հուշում է այն մասին, որ քո իրավունքները քո իսկ ճանապարհի վրա ընդամենը sense 1/100-ով ես դու պահպանում, մնացած ահռելի առույցի բաժին տալիս ես այլ պետության։ Նորից եմ կրկնում, անկախ այն վերաբերմունքից, որ ասենք ես անձամբ ունեմ Միացյալ Նահանգների հանդեպ Եվրամիության կամ Ռուսաստան, սա շատ վտանգավոր գործընթաց է։ Սա նշանակում է մեր ինքնիշխան տարածքում մեր իսկ իրավունքը տալիս ենք երրորդ կողմին ու նաև մի բան էլ հիշենք, որ օգոստոսի 8-ի փաստաթղթի մեջ կա sense տող, որ կողմերը կարող են նաև երրորդ կողմին հրավիրել մասնակցել, չէ՞, դե հարց առաջանում, ով է ամենահավանական հրավիրելի պետությունը, ես համոզված եմ խոսքը Թուրքիայի մասին է կամ թուրքական ընկերությունների մասին կամ թուրքական կապիտալով ապրող ընկերությունների մասին։ Այսինքն հստակ կերպով խոսքը գնում է հենց միջանցքի ստեղծման մասին։ Պարոն Մանուելյան, բայց նախ այդ փաստաթղթում մի քանի անգամ շեշտված է Հայաստանի սուվերենության հաշվին որևէ բան չի լինելու, եւ հետո այդ տոկոսային բաշխումը բացատրում են այսպես, որ դա ներդրումային ծրագիր է, բիզնես ծրագիր է, Միացյալ Նահանգները մեծ ներդրումներ է անելու եւ դրանով է պայմանավորված այդ մեծ տոկոսը իրենց տալը, բացատրում են նաեւ, որ Հայաստանը որոշումներ կայացնելու մեջ ունենալու է այսպես առանցքային նշանակություն, վետո դնելու իրավունք է ունենալու, այս դեպքում չի փակվում արդյոք այդ միջանցքի թեման, չի ստացվում, որ մեր սուվերեն տարածքում ուղղակի ներդրումային ծրագիր է իրականացվում։ Չէ, բացարձակ չի փակվում, որովհետև դուք շատ կարևոր թեզերի վրա ուշադրություն դարձրեք, բայց կան ուրիշներ էլ, օրինակի համար, որ վիճելի խնդիրներ լուծել են միջազգային դատարաններում, որ իսկ գաղտնիք չէ, որ միջազգային կնքված պայմանագրերը եւ միջազգային իրավունքը ինքը գերակա է Հայաստանի օրենքների եւ Հայաստանի սահմանադրության նկատմամբ, սահմանադրությունում է գրած։ Այսինքն մենք մտնում ենք արտաքին քաղաքական մի գերակայության տակ, որտեղ մնացած այս բառերը ընդհանրապես կեղծ բառեր են, որպեսզի գան ձեր վրա իշխանություն հաստատեն։ Ասում են, այո, դուք սուվերեն եք, դուք իրավունք ունեք, մենք էլ իրավունք ունենք ձեզ իշխելու։ Բառացի տենց չի ասում, բայց ասում է, որ այս հարցերը, եթե վիճելի հարցեր են լինելու կամ եւ այլն լուծվելու է ըստ միջազգային օրենքների եւ իրավունքի եւ միջազգային դատարանների, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Եվ ցանկացած մեկը ով կգա կմատնի այս պրոյեկտի մեջ, այս գործընթացը, այստեղ ներդրումային խնդիր չկա, որովհետև ես, իդեպ մի այնտեղ կարևոր էլ կետ կա, որ այդ գումարները եթե ներդրենք, դրանք հետո հետ են վերադարձվելու։ Այսինքն ինչ ներդրման մասին է խոսքի, եթե գումարները հետ են վերադարձվելու։ Սա նրան կարող է լինել վարկեր, որոնք Հայաստանի վրա կլինեն վարկային պարտավորություններ, որտեղ մենք ստիպված ենք լինելու, կամ էլ հայկական կողմը կամաձայնի, որ եթե դա այդ ճանապարհին չէր եկամուտ է բերում, ապա այդ եկամուտի առույցի բաժինը գնալու է նրան, ով այդ 75-74%-ին է տիրապետում։ Բայց նշված է նաև, որ հարկերը գալու են Հայաստանի Հանրապետության բյուջե։ Այստեղ շատ կարևոր է ասել, թե ինչ հարկերի մասին է խոսքը, ինչ հարկեր են դե ձևավորվելու։ Չէ՞, ասենք թե ինչ հարկեր են ձևավորում։ Ինչ որ մեկը կարող է բացատրել, որտեղ ճանապարհից օգտվողները ում են վճարում, կամ էլ այդ ինչ օգուտ է բերում։ Ոնց կարա 40 կիլոմետր երկարության ճանապարհ ինչ որ օգուտ բերի։ Ինչ որ մեկը կարա դա բացատրել 40 կիլոմետր երկարության ճանապարհ, չգիտեմ։ Լավ, ենթադրենք $1 միլիոն օգուտ բերեց։ Օրինակի համար, իդեպ ասեմ, Բաքու-Ջեյհանը, որ անցնում է Վրաստանը, որը 40 կիլոմետր չէ, շատ ավելի երկար, Վրաստանի բյուջեին տարեկան բերում է $50 միլիոն։ $50 միլիոն նույնիսկ Վրաստանի բյուջեի համար շատ փոքր գումար է։
Այս ճանապարհը եթե բերի $5 միլիոն, լավագույն դեպքում կարելի է ուրախանալ էլի տարեկան կատարվածքով։ Այսինքն խոսքը գնա որ իբր թե ինչ որ հարկու տուրք է մտնելու Հայաստանի բյուջեն, սա բացարձակ կեղծիք է։ Այսինքն այդ տնտեսական աննախադեպ, այսպես ասած, առաջընթացը եւ այլն չեք տեսնում չի լինելու։ Ես հստակ տեսնում եմ, որ դա կեղծիք է։ Այսինքն երբ որ քեզ ծախում են, բայց փորձում են քեզ մի քիչ այնց թանկ բանով, ինչ որ լենտով փաթաթել, որ ասեն ինքը իբր թե արժի, բայց միջինը դատարկ է։ Հիմա մեզ այնց տրիպ կոչվածը, այնց թանկ լենտով փաթաթված կեղծիք է, որով ծախում են մեր վրա, բացում են միջանցքի անունը դնում են խաղաղության ճանապարհ, խաբում են բնակիչներին, ասում են որ դա մեծ փողեր է բերելու, մեծ ներդրումներ է բերել, բայց ոչ ներդրում է դա բերելու, ոչ փողեր է բերելու, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները դա ներդրում չի անելու։ Արդեն հիմա հայտնի է դեպքի, որ ամերիկացիները փորձում են տարբեր թուրքական եւ ադրբեջանական հիմնադրամներից գումարներ ստանալ կամ հրավիրել իրենց, որպեսզի իրանք ֆինանսավորեն այս ծրագիրը, որովհետև այս ծրագրի վտանգները շատ մեծ են։ Ինքը Հայաստանի համար անվտանգային լրջագույն ռիսկեր է ստեղծում։ Մենք այդ ռիսկերը պետք է տեսնենք, հասկանանք, որովհետև դու չես կարող մի ծրագիր անես, որը ունի մի տարվա կյանք։ Մի տարի հետո ինքը լուրջ ռիսկեր կարող ստացել։ Կամ առավելից ծրագիր ստորագրես, որը 99 տարով է, չէ՞ ոնց որ դա է 59, հետո պլյուս 40, հա, որը քեզ ընդհանրապես ինչ որ խորքային կախվածության մեջ է մտցնում ու դու չես հասկանում սա ինչքան կտևի։ Այսինքն Վաշինգտոնը ինչ որ պահի կարող դուրս գա այդ ծրագրից վաճառելու 75-76%, չգիտեմ ում։ Բացառել դա ոչ ոք չի կարող, որովհետև աշխարհաքաղաքական իր հետաքրքրությունը շատ արագ փոխում են։ Հիմա Թրամփն ա որ մի հետաքրքրություն ունի, վաղ մեկ այլ նախագահ բառացիորեն 2-3 տարի մնաց, ինքը լրիվ իր քաղաքականությունը կփոխի եւ կասի, քանի որ իր ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում Թուրքիան է, պարզաբար ինքը առաջին հերթին Թուրքիային կվաճառի դա, որպեսզի Թուրքիան շարունակի տարածաշրջանում իր գերիշխանությունը առանց իր առանձնակի ներկայության, որտեղ ինքը ասենք թե իր համար առաջնային է նոր բառացիորեն 2 օր առաջ ընդունեց Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարությունը, հստակ գրած է որ իրենց համար ռազմավարական նշանակությունն է Խաղաղօվկիանոսյան, ասիական այս տարածաշրջանը, այնտեղ հարավային Կովկասի մասին խոսք անգամ չկա։ Բայց գրված է, չէ՞ որ առանց Հայաստանի համաձայնության, օրինակ, չգիտեմ, վաճառք եւ այլն չի լինի։ Նայեք, եթե դու տիրապետում ես ցանկացած միջազգային ընկերության կամ կոնսորցիումի 76%-ը, դու դնում ես իհարկե քո պարտները դնում համաձայնություն, ես ուզում եմ սա վաճառել։ Դու չես կարող տիրապետես 26%-ին, ասես ես դեմ եմ։ Դեմ ես, ես է կողմ եմ։ Ու ինձ է պատկանում հիմնական փայաբաժինը։ Նույնիսկ 51%-ի դեպքում հիմնական թելադրողը լինելու է 51%-ի դեպքում։ Տվյալ դեպքում 74% է, ու 74% թիվն էլ պատահական չի։ Սա վերջացնի համար, որ հետագայում դրա մի մասը վաճառվելու է երրորդ կողմին։ Հա գան Հայաստանին կհամոզեն, մանավանդ այսօրվա իշխանություններին համոզելու ինչ կա։ Ու կծախեն թուրքական ընկերություններին։ Ընդամենը ժամանակի հարց է։